Շտապօգնության կայանից հաղորդում է ստացվել այն մասին, որ Միասնիկյան փողոցի թիվ 188 տանը կան հրազենային վնասվածքից մահացածներ։ Դեպքի վայր մեկնել է օպերատիվ խումբը եւ օպերատիվ քննչական խումբը հայտնաբերել է տանտիրոջ Սերյոժա Կարապետի Ավետիսյանի, նրա տիկնոջ Հասմիկ Ռաֆիկի Ավետիսյանի, որդու Արմեն Սերյոժայի Ավետիսյանի, հարսի Այդա Սերյոժայի Ավետիսյանի, աղջկա դստեր Արաքսիա Անրանիկի Պողոսյանի եւ թոռան Հասմիկ Արմենի Ավետիսյանի դիակները հրազենային վնասվածքի հետքերով, իսկ Սերյոժա Արմենի Ավետիսյանի մյուս թոռան տեղափոխել են Գյումրի ավստրիական մանկական հիվանդանոց, վիճակը շատ ծանր է, նրա կյանքի համար պայքարում են բժիշկները։ Անմիջապես Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ պարոն Գասպարյանի հրամանով ստեղծվել է օպերատիվ խումբ, հանձնարարվել է ինձ գլխավորել օպերատիվ խումբը եւ մենք անմիջապես մեկնել ենք դեպքի վայր, ինձ հետ են նաեւ ոստիկանության պետի մյուս տեղակալները, բոլոր համապատասխան ծառայության պետերը եւ օժանդակ ուժերը, ակտիվ օպերատիվ հետախուզական եւ օրոնողական աշխատանքներ ենք կատարում հանցագործության մեջ կասկածվող քաղաքացուն հայտնաբերելու ուղղությամբ։ Նշեմ, որ խուճապի մատնվել պետք չի, իհարկե արտառոս դեպք է եւ շատ ցավալի, սակայն խուճապի կոչ եմ անում խուճապի չմատնվել, որովհետեւ ենթադրյալ հանցագործը դեպքի վայրում թողել է հանցագործության գործիք հանդիսացող հրազենը, իր զինվորական համազգեստը, կարծում եմ, որ զգեստափոխվել է եւ դիմել փախուստի արդեն զգեստափոխված վիճակում, ինչպես արդեն նշեցի, դեպքի վայրում թողնելով եւ իր հանդերձանքը եւ հանցագործության գործիք հանդիսացող ինքնացիքը համապատասխան այլ զինվորական հանդերձանքի հետ մեկտեղ։ Ընդամենը կոչ եմ անում լրջության եւ խոհեմության եւ մեզ հետ համագործակցելու մեր համաքաղաքացիներին բոլորին կոչ եմ անում անմիջապես նրա վերաբերյալ տեղեկություն ունենալիս անմիջապես հաղորդել մեզ, կարծում եմ շատ կարճ ժամանակում մենք կունենանք դրական արդյունք, որովհետև համագործակցում են բոլոր իրավապահ մարմինները եւ համագործակցում ենք նաեւ Ռուսաստանի Դաշնության համապատասխան ծառայությունների հետ։ Այսինքն վերջինս հասարակության համար հիմա վտանգ չի ներկայացնում, որովհետև կա խոսք, որ այնուամենայնիվ ինքը զինված է, իր ձեռքին ունի նռնակներ եւ այլն։ Այս պահին ես ասեցի այն ինչ որ կար, նռնակների մասին ոչ մեկ ինֆորմացիա չունի, այ դրա համար եմ ասում եւ կոչ անում չշիկացնել առանց այն լարված իրավիճակը, նրա մոտ այս պահին ոչ մեկ ինֆորմացիա չունի, որ նրա մոտ նռնակներ կան, իր անմիջական ղեկավարությունը, որոնց ես հրավիրել էի այստեղ, բացատրություն են տվել եւ պարզաբանել, որ դեպքի վայրում հայտնաբերված զենք զինամթերքից եւ հանդերձանքից զատ նրա վրա ոչինչ չի եղել։ Իսկ ռուս հրամանատարներն ինչ են ասում, զինծառայողը ինչ խնդիրներ է ունեցել, ինչու է փախել, այդ ընտանիքի հետ ինչ խնդիրներ է ունեցել, որ իր թիրախը հենց այդ ընտանիքն է եղել։ Այս պահի դրությամբ ձեր հարցերին սպառիչ պատասխան չեմ կարող տալ, ուղղակի նշեմ, որ առողջական որևէ խնդրի մասին նույնիսկ ակնարկ չի արվել, նշում եմ, որ ինքը գտնվել է նորմալ վիճակում, adekvat վիճակում, այդ իսկ պատճառով էլ վստահված է եղել նաեւ նրան համապատասխան հերթափոխային ծառայություն եւ միևնույն ժամանակ եւ վստահվել է նաեւ մարտական զենք, իսկ կոնկրետ այդ ընտանիքի կամ հիշատակված անձանցից որևէ մեկի հետ ինչ որ խնդիրներ ունի թե չէ, մեր ոստիկանության համապատասխան ծառայությունները ինտենսիվ աշխատանք են տանում եւ շատ արագ պարզություն կմտցնենք այդ հարաբերություններում։ Նշեմ, որ նա համապատասխան ուսումնական ծառայությանը նախորդող հատվածում, որը նույնպես մտնում է ծառայության մեջ ուսումնական հավաքների է մասնակցել, այլ բնակավայրում, որից հետո արդեն դեկտեմբեր ամսին տեղափոխվել է ծառայության մեզ մոտ, նկատի ունեմ Գյումրի քաղաքը եւ ծառայություն է կատարել այնտեղ եւ ծառայության ընթացքում որևէ վատ բանով ըստ նախնական տեղեկությունների աչքի չի ընկել։ Որոնողական քաղաքում չի արդեն քաղաքից բացակայում է, որովհետև ես ինչքան ուշադիր հետևեցի եւ ռուսական կողմի սպաներն են զինված որոնողական աշխատանքներ կատարում եւ մեր
Հնարավոր է, որ արդեն քաղաքում չի, որ չեն կարող։ Գիտենք, չենք բացառում ոչինչ, բայց ես նշեցի իմ խոսքում արդեն, որ ոչ մեկ ինքնուրույն ոչինչ չի անում, ես եմ գլխավորում օպերատիվ խումբը եւ ոչ մեկ չի կարող ինքնուրույն փնտրել նրան, համագործակցված ենք աշխատում, նշեցի արդեն, որ նաեւ Ռուսաստանի Դաշնության համապատասխան կառույցների հետ այս պայդրությամբ իհարկե գտնվելու վայրի մասին ռեալ տեղեկություններ չկա։ Կարծում եմ կարող ենք ենթադրել, որ նպատակը փախուստի դիմելն է եւ շատ արագ երևի հանրապետությունից դուրս գալը։ Նշեմ, որ ըստ նախնական տեղեկությունների գումար մոտը չունի, իսկ թե կոնկրետ դեպքի վայրում ինչ է կատարել, հափշտակել է գումար թե ոչ, դրանք ճշտվում են, որովհետեւ հասկանալի պատճառներով, եթե 1-2 հարազատ էլ կան, նրանք զբաղված են այլ հոգսերով այս պահին։ Այս բանի Շիրակ մտնող ճանապարհները բաց են։ Շիրակ մտնող ճանապարհները բոլոր օրինահար քաղաքացիների համար բնականաբար բաց են։ Բայց ոստիկանությունը անցել է խիստ ռեժիմային աշխատանքի հատուկ միջոցառման շրջանակներում։ Իսկ ծառայության ընթացքում ինչ վարքով է ինքը աչքի ընկել, նորմալ ծառայել է, թե նորից Գիտեք ինչ, ըստ իրենց ղեկավարության խոսքերի նա ծառայում է շուրջ 1 ամիս Գյումրի քաղաքում համապատասխան զորամասում եւ այդ ժամանակահատվածում բացարձակապես վատ վարքագծով չի դրսեւորել իրեն։ Որովհետեւ կան տեղեկություններ, որ եղբայրը անազատության մեջ է սպանության։ Այդ տեղեկությունները մենք էլ ունենք, ճշտում ենք Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերների հետ, այո, այդպիսի տեղեկություններ կան։ Եվ նաեւ իր միջև բանակ զորակոչվելը վարքագծի հետ կապված խնդիրներ եղել են թե ոչ, դրանք էլ ենք ուսումնասիրում, ճշտում։ Շատ արագ կունենանք այդ պատասխանները։ Հիմա մեր գերխնդիրը իրեն գտնելն է եւ դեպքի այս զազրելի ոչրագործության բոլոր մանրամասները պարզելը եւ մեր հանրության ներկայացնելը։ Մեկ հարց ընտանիքի անդամները ինչ, այսպես ասած, անկողնում են, հա, այդ նավերը սպանված։ Այո։ Բոլորը հրազ են այն Այո։ ստացվում։ Ենթադրում ենք, որ ժամը գիշերը լուսադեմ 4-ի սահմաններում ինքը արդեն լքել է իրեն վստահված տեղամասը, որից հետո կատարել է այս հանցագործությունը։ Ասում են, որ հերթով հատների դռները թակելով գնացել։ Չէ, այ ձեզ էլ եմ կոչանում, այդ ասում է վիճակից դուրս գանք, որովհետև այդ ասում է ցավոք սրտի ասեկոսների տեսքով շատ ավելի շուտ են տարածվում եւ խնդիրներ առաջացնում։ Ես ասացի այն բոլոր փաստերը, ինչ այս պահին ունենք, եւ ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ ամեն ինչ գտնում է ոստիկանության պետի հսկողության ներքո, ես պարբերաբար իրան զեկուցում եմ կատարած աշխատանքների մասին ու կարծում եմ պետք է դրական արդյունք ունենանք, նաեւ ձեր օգնությամբ, ձեր աջակցությամբ։ Խնդրում եմ իրազեկել բոլորին, համագործակցել մեր հետ եւ լինել ընդամենը զգոն։ Այն որ նա զինված է եւ այլն, սա հոտս ցնդեց, որովհետեւ զինված էր։ Այս պահին նրա զինված լինելու վերաբերյալ մենք չունենք ոչ մի տեղեկություն։ Ուղղակի ինքը կասկածում է շատ լուրջ ծանր, առանձնապես ծանր, զազրելի հասարակական հնչեղություն ստացած լուրջ հանցագործության մեջ եւ ամեն ինչ անելու ենք նրան վնասազերծելու համար։ Քանի պարտուճ եք գտել դեպքի վայրից, ուրեմն այս պահի դրությամբ ինձ զեկուցեցին, որ հայտնաբերվել է 21 կրակված պարկուճ, 1 ինքնաձիգի վրա սվինդանակ եւ փամփշտակալ 1 ամբողջությամբ լիցքավորված շուրջ 30 փամփուշտներով եւ մեկ փամփշտակալ, որի մեջ մնացել էր ընդամենը 1 փամփուշտ։ Դեպքի վայրից արգրավել է, ինչպես արդեն նշեցի, 21 եւ դեռևս դեպքի վայրում հասկանում եք լուրջ ծավալի աշխատանք է Երևանից ժամանել են նաեւ օգնության կարգով մեզ հետ վերել են նաեւ փորձագետների, մեր փորձառու այդ թվում նաեւ փորձաքրեագիտական վարչության ողջ ղեկավարությունը եւ այս պահին էլ դեպքի վայրի զննություն է ընթանում օպերատիվ քննչական խմբի կողմից փորձագետների մասնակցությամբ։ Պաստորեն Ինչ հայտնաբերում ուսումնական հաստատությունները սպասարկման օբյեկտներ նորմալ կգործեն։ Բոլորը նորմալ կգործեն, մեր այս հավաքի գերնպատակն էլ նաև դա է, որ ես կոչ եմ անում բոլորին նորմալ ապրել, ուղղակի լինել մի քիչ զգոն, որտեղ մենք համապատասխան ուժեղացված ծառայություն ենք անում, նախատեսելով նաև ամեն ինչ։ Հնարավոր բոլոր քայլերը փորձում ենք կանխատեսել եւ ուժեղացված ծառայություններ ենք կատարում նաև ձեր նշած հաստատությունների շրջակայքում։ Կանցագործի ձենքին չկտեսանքի AK 74 մակնիշի մարտական ինքնաձիգ։ իրեն կսված
Այո, բնականաբար իրեն կցված, ես չգիտեմ իրենց մոտ աշխատանքի առանձնահատկությունները, բայց ռուսերեն ասած ինքը երբ որ գնում է պոստի, այդ պոստում ծառայություն անցնելու ժամանակ իրան ամրակցվում է այդ զենքը։ Դեպքի առնչությամբ ինչ որ պարտավորվածություն ունի, հիմի 102-րդ ռազմապազարի ժամանակահատվածությունը, ասենք գտնելու կամ չգիտեմ, էլի մեր իրավապահների առաջ Իրանք ներգրաված են այնքանով, որքանով որ մենք գտնում ենք նպատակահարմար եւ կրկնվում եմ ու ասում, որ համագործակցում ենք լուրջ եւ անկեղծ շահագրգռվածություն եմ իրենց բոլոր կողմից տեսնում։ Ուզում եմ իմանալ, որ կողմի օրենսդրությունն է գործում ամեն մի Այս պահին այս դրվագի համար, քանի որ հանցագործությունը կատարվել է Հայաստանի Հանրապետության տարածքում Գյումրի քաղաքում, վարչատերի թրիալ բաժանման այդ կարգով, եթե լիներ զինվորական մասի ներսում հանցագործությունը, բնականաբար մենք իրենց կաջակցեինք, կզբաղվեին իրենց իրավապահ մարմինները։ Հիմա մենք ենք զբաղվում, քննությունը վարում է Երևանից եկել են այստեղ նաև Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալը, այստեղ են նաև մեր քննչական կոմիտեի համապատասխան պաշտոնյաները, քննչական կոմիտեի նախագահի տեղակալի գլխավորությամբ մեր բոլորի գերխնդիրն է շատ արագ իրան գտնել։ Գտնելուց հետո դեպքի մնացած մանրամասները շատ արագ կպարզվեն։ Այսինքն հնարավոր է ռուսական կողմը քննի, որտեղ մենք նախադեպ ունեցել ենք 99 թվականին նմանատիպ մի դեպք եւ պաստորեն նրանց ռուսական կողմը թափեց։ Ձեր ասած դեպքի մանրամասները ճիշտն ասած չգիտեմ, այս բանին հավաստիացնում եմ ձեզ, որ քննությունը վարում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն, բնականաբար հատուկ կարևորագույն գործերով քննության վարչությունը, իսկ օպերատիվ հետախուզական եւ որոնողական աշխատանքները միանշանակ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը իրավապահ մյուս մարմինների հետ սերտ համագործակցելով, այդ թվում նաև Ռուսաստանի Դաշնության համապատասխան ծառայությունների հետ։ Իսկ հնարավոր է, որ գործի կեսից այլ վարույթ անցնի։ Ես կանխատեսումներով եկեք չզբաղվենք, նորից եմ կրկնում։ Չեմ կարծում։ Եվ կանխատեսումներով չզբաղվենք, մենք ունենք գերխնդիր վտանգավոր հանցագործին հայտնաբերելու։ Իսկ դուք վախենում եք, ասենք նաև, որ գյումրեցիները կհայտնաբերեն եւ շատ դառան հաշվեհարաշ տեսնենք։ Ես դրա համար հիշատակեցի օրինահարկ քաղաքացիներին։ Ես շատ շնորհակալ կլինեմ, որ գյումրեցիները հայտնաբերեն կամ մեզ օժանդակեն հայտնաբերելու եւ հանձնեն մեզ համապատասխան քաղաքակիրթ ձևով օրենքով սահմանված պատժի կրման համար եւ հավաստիացնում եմ ձեզ, որ գոնե վերջի տարիներին ինքներդ եք տեսնում, որ բոլոր օրենքի առաջ հավասար են։ Մեզ նաեւ ձեր օգնությամբ պետք է ստահակին շատ արագ գտնել եւ վնասազերծել։ Պաստորեն նախնական բարկացել չկա, թե վերջինս ընտանիքի հետ ինչ խնդիր է ունեցել։ Ենթադրություններ կարող են լինել, որը խնդրում եմ զանգվածային լրատվամիջոցներում չշահարկեք։ Դրանք ենթադրություններ են, այս պայդրությամբ ոչինչ չկա։ Եվ հավատացած եղեք, եթե որևէ բան լիներ, գոնե ակնարկի ձևով ես ձեզ կասեի։ Այս պայդրությամբ չունենք, բայց այդ ուղղությամբ բարձաբանումներ են կանում, կարծում եմ ինչ-որ բան պետք է լինի։ Մենք էլ որտեղ վարկասներից մեկն էլ քննարկվում է, որ միգուցե ծանոթ են եղել, միգուցե ինչ-որ կապ կա։ Ընդհանուր քննարկում ենք աներևակայելի տարբերակներ, արտագնա աշխատանքի են եղել, միգուցե այնտեղ են ծանոթ եղել, սրանք հարցեր են, որոնք մենք քննարկում ենք իհարկե։ Այնուամենայնիվ կենցաղայինն է, չէ՞, հնարավոր կենցաղային բարկացել։ Չենք բացառում նաև կենցաղայինը։ Չենք բացառում նաև կենցաղայինը, անձնականը, թշնամականը եւ մի շարք այլ, որ թվարկեմ շատ կթվարկեմ։ Եվ շատ էր խոսում ասում, որ տարբեր հատվածներում քաղաքի կրակոցներ են եղել եւ այլն վերջին իսկ կողմից։ Բացարձակ հերյանքներ են, դեպքն է ընդամենը տեղի ունեցել եւ իմ ասած այդ ասեկոսների շահարկման արդյունք է նաեւ դա, խնդրում եմ խոճապ չառաջացնել, ապա չափակողմնորոշել մեր համակարգացիներին ազգաբնակչությանը եւ այս աշխատանքները չեն կատարվում միայն մտավախություն չունենաք, որ Շիրակի մարզում կամ որևէ սահմանային անցագրային կետում ամբողջ հանրապետության տարածքում անցել ենք խիստ ուժեղացված ռեժիմի հատուկ միջոցառումների շրջանակներում։ Կոնե մոտ են ոստիկանները հանցագործի, ոստիկանները միշտ էլ հանցագործների մոտ են, ոստիկաններին պետք է նաև ձեր բոլորի աջակցությունը, այս դեպքում հատկապես։